Իշխող հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ելք դաշինքի ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ է տալիս ազգային ժողովի նախագահի կամ հանձնաժողովի նախագահների պաշտոնները պահանջելու փոխարեն լավ աշխատել եւ հաջորդ ընտրություններում ավելի շատ ձայն հավաքել, որպեսզի կարողանան իրենք էլ հանձնաժողովներ ղեկավարել։ Նշենք, որ 6-րդ գումարման ազգային ժողովի առաջին իսկ նիստերի ընթացքում մեծամասնություն կազմող հանրապետականը մերժեց ընդդիմադիրների գրեթե բոլոր առաջարկները։ Նախ մերժվեց հաշվիչ հանձնաժողովում հավասար անդամներ ունենալու, ինչպես նաև ազգային ժողովի ընդդիմադիր նախագահ ընտրելու առաջարկները։ Մերժվեց նաև մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը չլուծարելու պահանջը։ Ինչպես իր ելույթում նշեց երկրի պատգամավոր Արամ Սարգսյանը, մեծամասնություն կազմող հանրապետականը այդ կերպ ցույց տվեց, որ ընդդիմությունը խորհրդարանում անելիք չունի, ավելորդ են եւ իզուր են գալիս խորհրդարան։ Նախագահը ձերն է, ազգային ժողովի նախագահը ձերն է, վարչապետը ձերն է, դատախազությունը ձերն է։ Ինչ մտավախություն ունեք, ինչն է խանգարում, ինչ է անելու ելք դաշինքը, որ մարդու իրավունքների հանձնաժողովը իրենը լինի։ Ասում ենք, որ այս նոր խորհրդարան է, որ այս նոր խորհրդարանում նոր հիմքեր, նոր տրադիցիաներ պիտի դնեն։ Ձեր նախագահն էլ այդ ասում։ Միշտ չի, որ մենք ենք ճիշտ։ Փոքրամասնության կարծիքը լսել է պետք, էդ էր ասվում։ Դոնթի Բանաձևը օրինակ դարձրած ձեր վարչապետի խոսքով ասեմ, դոմպելով գնում եք։ Հետո ուր եք հասնելու այդ դոմպելով։ Մինչդեռ իշխող հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հակադարձում է, ելքի խնդիրը ոչ թե մարդու իրավունքների հանձնաժողովը պահպանելն էր, այլ նեղ քաղաքական խնդիրներ լուծելն ու հանձնաժողովի նախագահի պաշտոն ստանալը։ Եվ հետո, ըստ Բաղդասարյանի, խորհրդարանի 9 հանձնաժողովներից 3-ը ղեկավարում է Ծառուկյան դաշինքը, որը եւս ընդդիմադիր խմբակցություն է, իսկ ընդդիմություն է։ Այսինքն, եթե այդ բանաձևով ընդդիմությանը դիրեկտ տեխնացիները հասել են Ծառուկյան կուսակցությունների դաշինքին, այդտեղ դա հանրապետականը չէ, որ այդ հարցը կարգավորել է, դա պարզապես հաշվարկի արդյունքում է եղել։ Դուք կարծում եք ելքը նեղ կուսակցական շահեր էր փորձում լուծել։ Վերջին ելույթներում արդեն դա հաստատվեց, եւ նաեւ ես իմ ելույթի ժամանակ ասեցի։ Բայց մարդու իրավունքների պաշտպանության մասին էին նրանք խոսում։ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը մնացել է։ Այսինքն, եթե անվանման հետ է կապված պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության, կարող ենք տեղերը փոխել, դնել մարդու իրավունքների պաշտպանության եւ պետաիրավական հարցերի։ Հնարավոր է նման փոփոխություն լինի։ Դա որևէ խնդիր չեմ տեսնում այդ տեղաշարժերի հետ կապված, իրենց խնդիրը դա չէր, որ պետք է լուծվեր, իրենց խնդիրը ընդհանուր առմամբ նաեւ հանձնաժողովի մեկ անդամ նախագահի տեղ ունենալու խնդիրներ։ Դե տայք, պարոն Բաղդասարյան, ինչու չտալ, ընդդիմության այ այդքան կարևորում եք։ Ում տանք եւ ինչ չտանք, ընդդիմությանը 3 հանձնաժողով տրված է։ Ինչ խնդիր լուծեցիք, ասում է, հանրապետական, երբ որ պետք է պաշտոններ բաժանել, ընդլայնում են, շատ ասում են, երբ որ պետք չի, եթե դուք ուշադրություն դարձրով այն ժամանակ նաեւ ընդդիմադիր մեր գործընկերները անդադ պնդում էին, որ պետք է դրանք մեծացնենք, հանձնաժողովները պետք է ավելացնենք։ Եղավ իրենք էլ համոզվեցին, որ պարապուրտ են ենթարկվում որս հանձնաժողովներ։ Պետք չի ավելորդ, ասենք ինչ-որ հանձնաժողովներ, հանձնախմբեր, ժամանակավոր չլիներ 10 լիներ, ինչ էր դրանից։ Այդ դեպքում եթե կարող եք ասել, եթե 10 չլիներ, 13 լիներ կամ 14։ Դաշնակցականներն կարող են հարց բարձրացնել, եկեք 14 դարձնենք, 14-ի դեպքում էր կարծեմ իրենց հերթը հասնում, եկեք դա անենք։ Մենք արդյունավետությունն ենք առաջի հերթին ուսումնասիրում, թե քանակի, ինչպիսի քանակի դեպքում ենք ունենանք ավելի արդյունավետ աշխատանք։ Երկխմբակցության պատգամավոր Էդմոն Մարուկյանը մինչդեռ հակադարձում է, հանրապետականը նորընտիր խորհրդարանի առաջին իսկ նիստերի ընթացքում իր քվեարկություններով ուղղակի ջուրը լցրեց իրենց ղեկավարի Սերժ Սարգսյանի ազգային ժողովում ունեցած ավելի քան 1 ժամանոց ելույթը, որի գլխավոր միտքն այն էր, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում էականորեն ընդլայնվել է պարլամենտական ընդդիմության դերն ու ազդեցությունը։ Օրինակն ակնառու էր, թեև ընդդիմությունը կարող էր ստանալ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, բայց հանրապետականն ամեն ինչ արեց, որպեսզի ընդդիմությունը զրկվի այդ լծակից։ Իրենք ջուրը լցրեցին ամբողջությամբ։ Ցույց տվեցին, որ իրենք անհանդուրժող, միահեծան, միակուսակցական համակարգի իշխանություն են։ Եվ ամեն բանի պատրաստ են գնալու, այնքան է, որ ընդդիմությունը որևէ բան չունենա, որևէ լծակ չունենա։ Մարուկյանի փոխանցմամբ ընդդիմությունը սահմանադրական փոփոխությունների արդյունքում իրականում որևէ առավելություն չստացավ։ Տեքստերում գրված է մի բան, սակայն իրականությունը լրիվ այլ է։ Դե յուրե մենք ունեինք իրավունք Դոնթի Բանաձևով։ Դե ֆակտո ինչ եղավ, կրճատվեց այդ հանձնաժողովը եւ վերջ։